Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Ազատ հարթակի այսօրվա իմ հյուրը առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանն է։ Ողջույն Անուշ։ Անուշ, ուզում եմ սկսենք առողջապահական ոլորտում տիրող իրավիճակից, ձեր գնահատականը ընդհանրացված, հետո կանցնենք առանձին հարցերին։ Առողջապահական համակարգում քաոս է։ Վերջի 3-4 տարիների ոչ մի բարեփոխում իր վերջնական արդյունքին չի հասել, բոլոր բարեփոխումները կարելի է ասել գլոբալ տապալված են եւ դրան զուգահեռ առողջապահության ղեկավարները անդադար գովում են իրենց տարբեր հարթակներում, որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կարգին է, բայց իրականում մենք ունենք դժգոհ բնակիչ։ Պատճառը ո՞րն է այստեղ։ Կադրային փոփոխություններ են այս պահին նաև տեղի ունենում, երկու շատ կարևոր հիմնարկների տնօրեններ փոխեցին, 3 մեդալներով տեսանք ինչպես ճանապարհեցին, շնորհակալություն հայտնելով։ Խնդիրն ինչումն է, ինչ է կատարվում, այսինքն քաղաքացին դժգոհ է ֆինանսական կողմի ուղղությամբ, կադրային կողմի ուղղությամբ, ինչն է խնդիրը այստեղ։ Ուրեմն խնդիրը ամփոփչության մեջ է եւ սին ամբիցիաների իրականում բոլոր տապալած ծրագրերի պատասխանատուները դա ոչ միայն առողջապահության նախարարն է, այլ համակարգող փոխնախարարներն են, համապատասխան վարչություններն են, ոչ ոք չի պատասխանում այդ չկայացած բարեփոխումների համար։ Եվ այո, դուք նշեցիք շատ տարօրինակ մի բան, երկու խոշոր եւ ստրատեգիական կարեւորագույն կլինիկաների տնօրեններ, որոնք որ մեկը աշխատել էր 7 տարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տնօրենը, մյուսը աշխատել էր 5 տարուց ավել, որոնց աշխատանքից ազատում են։ Շատ հետաքրքիր մի բան ձեզ ասեմ, աշխատանքից ազատում են այսպիսի տեքստով, որ իրենք հեղափոխական մշակույթ են ներդրել այդ կլինիկաներում, իդեալական են աշխատել, բայց մենք գնում ենք նոր փուլ ենք անցնում մշակույթային եւ դրա համար մենք փոխում ենք այս տնօրեններին եւ մեդալներով ճանապարհում են տնօրենները եւ ինձ համար որպես փորձագետ եւ ընդհանրապես հասարակության համար հարց է ծագում եթե այս տնօրենները իրականում լավ էին աշխատում, իրականում հեղափոխական ծրագրեր են արել այդ կլինիկաներում, իրականում իրենք բերել են կլինիկաների իդեալական աշխատանքային ռեժիմի, ինչու եք նման կադրերին հանում աշխատանքից։ Նշենք նաև, որ նաև թոշակի տարիքին չեն հասել։ Այո, եւ դուք պարգևատրում եք այս տնօրեններին, պարգևատրում են, երբ որ պատվով թոշակի են ուղարկում մարդկանց, աշխատանքից ազատողներին պարգևատրում եք եւ ճանապարհում եք դեպի չգիտեմ ուր, այսինքն ոչ պաշտոնի բարձրացում է նախասպասվում, ոնց հասկանում եմ այս տնօրեններին եւ այլն։ Իսկ եթե ուզում եք անկեղծ իմանալ, իրականում եթե շատ լուրջ ստուգումներ կատարվի այդ հիմնարկում, ոչ թե այդպես մասնավոր, ապա կհասկանան, թե ինչ է կատարվում իրականում այդ հիվանդանոցներում։ Օրինակ հասարակ բան եմ հուշում մեր ստուգող կառույցներին մտնեն եւ նայեն այդ հիվանդանոցների գնումները եւ ուղղակի ուսումնասիրեն որ ընկերություններից են գնումները կատարվել, ուղիղ գնումները եւ ընդհանրապես գնումները։ Ինչ հիմքերով են ուշացել այդ գնումները եւ ինչու են այս տնօրենները ժամանակ առ ժամանակ մասնակցում օրինակ Դուբայում կայանալիք բժշկական տեխնիկաների ցուցահանդեսներին գնելու նպատակով։ Այդտեղ կհասկանանք ով ոնց են աշխատել եւ մենք չենք մոռացել այս տնօրենները ինչ սոցիալական կարգավիճակով են եկել աշխատանքի եւ ինչ սոցիալական կարգավիճակով են հեռանում աշխատանքից։ Պետք չի աճ ժողովրդի վրա այսպես աչք փակել, որ իրանք շատ լավն էին, իրանք արդար էին, ես երեք նայում էի գրառումներ, ճիշտ ասած, ասում եմ, սիրտս կտրտվում էր։ Գնումների մասնագետը խոսում է, որ մենք 7 տարի պայքարել ենք պետության դեմ։ Լուրջ եք ասում, աղջիկներ, դուք պայքարել եք պետության դեմ, այսինքն դուք պետության դեմ պետություն եք դրել, ու մի հատ էլ այսօր խոսում եք, որ դուք պայքարել եք պետականի համար, պետականի դեմ, պետականի համար, այդպես չի կարելի։ Ակնկալել, որ այս երկու տնօրենները
չարաշահումների արդյունքում, ինչպես դուք ասացիք, կարծես թե չարաշահումներ կարելի է դրանք համարել, կհայտնվեն իրավական հարթակում վաղը չէ մյուս օրը պաշտոնանկումից հետո։ Այս տնօրենները երկու ճանապարհ ունեն, կամ չարաշահումների համար են ազատվել եւ սուսուփուս կնստեն, որպեսզի չհայտնվեն այդ տեղերում, կամ իրականում իրենք պրոֆեսիոնալներ են եւ իրենք իմ նման ձեր եթերից, տարբեր եթերներից կխոսեն իրականում անարդարության մասին, այնպես որ գնդակը իրենց դաշտում է, թող որոշեն իրենք որ ճանապարհն են ընտրում։ Բարեփոխումների անվան տակ տեղաշարժեր են տեղի ունենում, տեղեկություններ կան, որ հոսպիտալներում էլ ինչ որ փոփոխություններ են տեղի ունենալու, ինչ տեղեկություններ ունեք այս մասով։ Այո, ուրեմն այսօր հոսպիտալները, որոնք պաշտպանության նախարարության տակ են, աշխատում են շատ նորմալ, adekvat ռեժիմով եւ զինվորական բժիշկները, փառք ու պատիվ նրանց, շատ արագ նրանք սովորել են իրենց իսկ առաջին իսկ բժշկական համալսարանի առաջի կուրսից, ինչ է դիսցիպլինան, ինչ է ճիշտ աշխատանքը, ճիշտ ընթացակարգերը եւ այլն, եւ նրանք հրաշալի տիրապետում են իրենց աշխատանքին եւ կարողանում են կարգավորել այն բոլոր խնդիրները, որը դրված է իրանց դեմ եւ ցավոք սրտի հիմա խոսակցություններ են գնում, որ ուզում են այդ հոսպիտալները այլևս տանել առողջապահության նախարարության ենթակայության տակ, ինչպես դա արեցին օրինակ դատապարտյալների հիվանդանոցների հետ։ Շատ ցավում եմ, որովհետև այս կառույցները եւս այս քաոսային իրավիճակի մեջ կմտնեն, ոնց որ ամբողջ Հայաստանի բժշկական կենտրոններն են, եւ մենք կունենանք նաեւ այդ բուժական մի հատվածի, շատ կարեւոր հատվածի, որոնք որ արագ գիտեն համապատասխան պայմաններում ինչպես ինքնակազմակերպվեն, ինչպես ըստ պլանի աշխատեն, հիմա աշխատելու են ըստ նախարարության անհասկանալի հրամանների եւ կառուցվածքի։ Կոչ եմ անում ձեր եթերից, որ թույլ չտան դա։ Նկատենք, որ քաղաքացիներին սպասարկող բուժհաստատություններում միշտ կան խնդիրներ, դժգոհություններ քաղաքացիների կողմից, հոսպիտալներում ամեն ինչ կարծես թե նորմալ է։ Անցնելով առողջապահության նախարարության ենթակայության տակ հնարավոր է նույն իրավիճակը նաև վաղը տեսնենք հոսպիտալներում։ Այո, ոչ թե հնարավոր է, այդպես է լինելու է։ Օրինակ, ինչպես 3 ամիս ուշացումով են ֆինանսավորման պայմանագրերը այսօր կնքում 100% պետական ենթակայության պետպատվեր իրականացնող կազմակերպությունների հետ, նույնը անելու են հոսպիտալների հետ։ Եթե այսօր հերթերը առողջապահական հիմնարկներում պետպատվերը, սոցշահառուները խառնված են իրար ամեն ինչ, նույնը մենք տեսնելու ենք հոսպիտալներում։ Եվ կարծում եմ, որ պետք է պաշտպանության նախարարությունը հստակ դիրքորոշում հայտնի եւ թույլ չտա, որ այս ծառայությունը եւս դառնա այս քաոսային վիճակի մի մասը։ Օրերս կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր անորակ կադրերի, անուսում կադրերի մասին, հայտարարելով, որ ընդգծելով ավելի ճիշտ, որ բարձր աշխատավարձով կադրերը պրոֆեսիոնալ կգնան արտերկրում կաշխատեն, ինչ գործ ունեն կառավարությունում կամ այլ ոլորտներում։ Տեղեկություններ ունեք, ինչպիսի կադրային իրավիճակ է տիրում առողջապահական ոլորտում։ Առողջապահական ոլորտում կադրային քաղաքականությունը չի անցնում, ղեկավար կադրերի մասին եմ խոսում, խնամի ծանոթ բարեկամի շրջանակը։ Իրականում այդպես չի, որ մենք ցածր աշխատավարձներով կառավարիչներ ունենք այսօր առողջապահություն, օրինակ նույն այդ կադրերին, որոնց որ ազատում են, իրենք մինչև 3.5 միլիոն աշխատավարձ են ստանում առանց հավելավճարների եւ բոնուսների։ Իսկ նմանատիպ կադրերը կարծում եմ արտերկրում առողջապահության ոլորտում գնահատված չեն լինելու, բայց Հայաստանում այդպիսի բարձր աշխատավարձով աշխատում են միջին բուժհաստատությունների տնօրենները 5 միլիոնից մինչև 3.5-4 միլիոն աշխատավարձ են ստանում եւ տարբեր ուրեմն կոեֆիցիենտներով նաեւ իրենց տեղակալները, իրենց շրջապատի անդամները։ Իրականում կադրային քաղաքականությունը այսօր իրոք շատ ծանր է։ Լավ կադրերը ոչ թե չեն ուզում աշխատել, շատերը չեն ուզում աշխատել, բայց շատերին էլ չեն թողնում աշխատել։ Օրինակ, այս մրցույթների մասին, որ խոսում ենք, բոլոր մրցույթային ուրեմն պաշտոնները
պատահական մարդիկ չեն կարողանում գնալ հաղթել։ Իսկ երկրի զարգացման համար ամենակարևորագույն ցուցանիշներից մեկն է, որ մրցույթային պաշտոնները արդար մրցույթի արդյունքում լավագույնները հաղթեն։ Վերջերս ես մասնակցում էի մի մրցույթի, հայտնի Մարտունու բժշկական կենտրոնի մրցույթներ, որպես ՀԿ-ի նախագահ, ուրեմն մրցույթի շատ երկար չէին կարողանում իրականացնել, որովհետև այդ մարդը, որին որ ուզում էին բերեին այդ մրցույթին, որը հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավականու անդամ, 3 տարվա աշխատանքային ստաժ մասնագիտական չուներ։ Այս պահին այդ հարցը դատախազությունը քննում է։ Եվ ինչ են անում, բերեցին, կարգավորեցին եւ այլն, մրցույթը արեցին, մրցույթը չհաղթարեց այս մարդը։ Մի հիմնարկի, որը սպասարկում է բավականին մեծ տարածաշրջան, բժշկական հիմնարկ, դրա տնօրենը չի տարբերակում էլեկտրոենցեֆալոգրաֆիան, բժշկական ծառայությունը, թե հարբժշկական, դա շատ կարևոր մասնագիտական հմտություն է։ Տեղյակ չի ռազմավարությունից զարգացման եւ այլն, բայց ամեն ինչ արեցին, որ նշանակվի նորից տնօրեն։ Այսինքն ինչ է ստացվում, արդեն այդ ամբողջ բնակչությունը չի ստանալու այդ նորմալ բժշկական կազմակերպության ծառայությունները, այսինքն խոսել, որ կադրեր չկա, իրականում ցանկություն չկա գտնել այդ կադրերին եւ նշանակել համապատասխան տեղերում։ Տիկին Պողոսյան, բարեփոխումների ծրագրով նախատեսվում էր նաեւ այրվածքաբանական հիվանդանոցը տեղափոխել ընդամենը 1 բաժին հատկացնելով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։ Ինչ փուլում է գտնվում, եթե տեղեկություններ ունեք, խնդրում եմ։ Այդ ծրագիրը դեռ վաղուց կար, մի 3-4 տարի առաջ փորձում էին այդպիսի մի բան անել, բայց շատ երկար նաեւ մեր քննադատության արդյունքում այլ ճանապարհով գնացին, մաշկավեներոլոգիայի կենտրոնը միացրեցին այրվածքաբանության կլինիկայի հետ, գործառույթային առումով անհասկանալի, եւ ցավոք սրտի այրվածքաբանություն կենտրոնում իրենք փակեցին մի շատ կարևոր բաժանմունք, դա ճառագայթային վնասվածքների բուժման բաժանմունքներ, ավելի պարզ որ ասեմ, դա հայտնի Չեռնոբիլյան աղետի ժամանակ հիվանդություններ ձեռք բերած հիվանդների բուժման, ինչպես նաև այդ բաժանմունքը շատ կարևոր էր, որովհետև մենք ունենք նաև ատոմակայան, մենք ունենք նաև բազմաթիվ ռենտգեն ախտորոշում իրականացնող բժիշկներ, բուժքույրեր եւ այլն, որոնք որ տեխնիկներ, որոնք որ այդ բաժանմունքում գուցեև դառնային դրա շահառուն։ Իմիջիայլոց այդ բաժանմունքը նախկին Սովետ Միության միակ բաժանմունքն էր, որը հիմնվել էր այդ կենտրոնում, այսինքն պատմություն ունեցող բաժանմունք էր, եւ ինչ որ նոր պաշտոնյաների ամբիցիաների արդյունքում հաշվարկել էին, որ այդ բաժանմունքը իրանց փող չի բերում, ու դրեցին ու փակեցին, շատ երկար Չեռնոբիլի մասնակից հաշմանդամները բողոքում էին դրա համար։ Հիմա նույնը հաջորդ փուլում գուցեև արդեն կմիացնեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչին, հասկանալի չի, ինչ են ուզում անել։ Հետևանքներն ինչպիսին կլինեն, հաշվի առնելով, որ գտնվում ենք պատերազմական, հնարավոր պատերազմի շեմին։ Հետևանքները անդառնալի են լինելու, այնինչ իրենք այսօր այդ օպտիմալացման բարի տակ կազմակերպում եւ քանդում են, հետագայում վերականգնելը շատ բարդ է լինելու, որովհետեւ իրականում կոնկրետ այդ մասնագիտության մարդիկ Հայաստանում 3-4 հոգի էին, որոնք սովորել էին արտերկրում, կարծում եմ, որ ստեղծել նորից այդ բաժանմունքները, նորից այդ բաժանմունքների բժիշկների վրա դնել տարբեր տեսակի ռեսուրսներ, որպեսզի աշխատեն, դա լինելու է երկար եւ դժվար։ Տիկին Պողոսյան, կուզենայի անդրադառնանք նաև ամերիկյան բիոլաբորատորիաներին, որոնք կարծես թե իրենց գործունեությունը պետք է միտված լիներ վիրուսները կանխելուն, բայց հասկանում ենք, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ավելի շատ են հիվանդանում վիրուսներով։ Դրանք նպաստում են, թե միտված են կանխելու այս վիրուսները։ Ինչ տեղեկություններ ունեք, օրերս էլ, այսինքն 1 ամիս առաջ էլ ամերիկյան USAID-ի
ներկայացուցիչները նամակ էին ուղղել Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ամերիկայի դեսպանին հասկանալու համար սահմանամերձ հատվածներում տեղակայված վիրուսակիր այդ արգղիկներից արդյոք վտանգ անցել է Թուրքիայի սահման, թե ոչ, հաշվի առնելով, որ այդ վիրուսները հենց նախատեսված էին Հայաստանի սահմաններին գտնվող եւ ինչ բնակիչների հետ կապված վիրուսներ կենդանիներին էր անցնում արոտավայրերով կենդանի մարդ քթիլորձաթաղանթներ բորբոքվում անցնելով շնչուղիներ ինչ տեղեկություններ կան ինչի համար են միտված այդ լաբորատորիաները կարծեմ 13-ն է պետք է որ լինեին այո 13 լաբորատորիաներ ունենք որոնք որ ենթարկվում են հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման պոակին այսինքն առողջապահության նախարարության ենթակայության են ինձ համար անհասկանալի է այնտեղ ինչ է կատարվում Ուրեմն ինչ են անում, ինչ է անում առողջապահության նախարարությունը, ինքը մարզային մասնաճյուղերը կրճատում է անում, թողնում է բացառապես այդ 13 լաբորատորիաները իրենց աշխատողներով, բայց մարզային տարբեր տարածաշրջանային աշխատակիցներին օպտիմալացման կոնտեքստում ազատում են աշխատանքից։ Այսինքն, նայեք, մենք ունենք բազմաթիվ արձագանքներ մամուլում հրապարակեցին տարբեր նամակներ, որ տարբեր ինֆեկցիաներ են բաց թողել Տաոշի մարզի արոտավայրերում, Գեղարքունիքի մարզի արոտավայրերում եւ այդտեղ բավականին շատ կենդանիներ են մենք անկում ենք ունեցել գյուղատնտեսական, ինչպես նաեւ մենք ականատես ենք լինում տարիներով շատ դեպքեր, օրինակ Սիբիրյան խոցի ակտիվացումը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում ժամանակ ա եղել մինչև 28 հիվանդ, 30 հիվանդ մենք ունեցել ենք Սիբիրյան խոցով եւ այսինքն այս աշխատակիցները շատ կարեւոր են, որովհետեւ իրենք մասնագիտական մեծ հմտություններ ունեին, որպեսզի այդ հողի մեջ, ջրի մեջ եւ այլն հայտնաբերեին այդ վարակները եւ դրանց հայտնաբերման արդյունքում կանխարգել էին հետագա զարգացումները հիվանդության Բայց այս աշխատակիցներին մենք ազատում ենք աշխատանքից, ասում ենք գնացեք նստեք ձեր տանը, որովհետև մենք կարծում ենք, որ այնտեղ նմուշառումը կարող ենք անել եւ բերել Երևանում ուսումնասիրել։ Եվ հիմա ես անցած անգամ հրապարակել էի նկարներ, ինչպես են նմուշները բերում Երևան։ Բանը թղթե արկղի մեջ անհասկանալի ինչ-որ պրաբիր կաներ, վրան բամբակը դրած, եւ այսինքն ես չգիտեմ ով է տեղափոխող մեքենան, չի բացառում, որ դա լինի մի հատ սովորական պատահական անցորդ, որին խնդրեն տեղափոխի մեքենայի վարորդ, օրինակ տաքսի ծառայություն, այսինքն ինչ է ստացվելու, որ եթե Աստված մի արած այդ նմուշի մեջ լինի որևէ վիրուլենտ շտամ, կարող է այդ մարզից մինչև Երևան վարակելով հասնի Երևան, որովհետև չի պահպանված տրանսպորտաբիլության կանոնները տարբեր նմուշների տեղափոխման։ Եվ դրա արդյունքում մենք ունենք այստեղ մի հատ էլ խայտարակ քաոսային վիճակ էլ այստեղ։ Մենք տեսնում ենք վիրուսային ծայրաբեռնված իրավիճակ Հայաստանում։ Մենք տեսանք ինչ էր կատարվում դեկտեմբերի կեսից մինչև այս վերջերս դպրոցներում, մենք ունենք հիվանդ բնակչություն եւ ունենք դրան զուգահեռ չզբաղվող հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոն։ Ինչով են զբաղված, չգիտեմ։ Անցած անգամ հետաքրքիր մի բան եղավ։ Ազգային ժողովում, երբ որ ես հարցը տվեցի նախարարին, թե ինչու է Վարդենիսի հիվանդությունների կանխարգելման վերահսկման համաճարակաբանները, ինֆեկցիոնիստները գալիս Մարտունի աշխատանքի հետո հետ գնում, չէ՞ որ նրանք դաշտային աշխատողներ են, պետք է աշխատեն, նախարարը հայտարարեց, որ իրենք տարիներով տանը նստած փող են ստացել։ Եվ ես խնդրեցի այնտեղ էր նաև ներքին գործերի փոխնախարարը, խնդրեցի, որ գործ հարուցեք։ Տեսեք, այդ մարդիկ ովքեր են, որ տանը նստած փողեր են ստացել տարիներով։ Իրականում լինելով գործատու առողջապահության նախարարը հայտարարում է, որ մենք այդ տարածաշրջանում չենք կարել հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում, որովհետեւ այդ աշխատակիցները տանը նստած փողեր են ստացել։ Եվ իրենք գտնում են, որ ավելի լավ է գան Մարտունի գործի, հետո հետ գնան Վարդենից, քան թե տանը նստեն փող աշխատեն։
Կարող ենք այս ամենից փաստել, որ կադրային ոչ ճիշտ հաստիքին է առողջապահական ոլորտի թիվ 1 պատասխանատուն լինելով իրավաբան նստած, արդյունքային է, որ խախտված առողջապահական համակարգ ունենք։ Ուրեմն ոչ ճիշտ կառավարում է կատարում թիվ 1 պատասխանատուն, դրան զուգահեռ ոչ ճիշտ համակարգային պատասխանատուներ են ընտրված իդեմս փոխնախարարերի, որոնք որ ես ինքս եղել եմ առողջապահության նախարարությունում աշխատակից, արտահիվանդանոցային ծառայության ղեկավար, ես ճանաչում եմ վարչություններին եւ վարչության աշխատակիցներին, կարծում եմ, որ այդ սխալ կառավարման արդյունքում անգամ պրոֆեսիոնալները չեն կարողանում ռիթմով աշխատել եւ իրենց իրավասության տակ գտնվող պարտականությունները կատարել, որի արդյունքում ունենք այս իրավիճակը։ Ես ճիշտն ասած վախենում եմ դրականից խոսել, որովհետեւ որ մի դրական բանի համար գովում եմ, հաջորդ օրը դա փոխում են։ Մի դրական բան էին արել, այս դեղատոմսերով դեղորայքի բաց թողնումը, որը որ պետքա այդ 450 անոնին միանար եւս 2000-ից ավելը, թողել էին 2027-ին, գովեցի, ասի ապրեք ճիշտ է, որտեվ 2 տարի պետքա որ համակարգը պատրաստվի, իդրաֆտ համակարգում հանրությանը այդպես խաբեցին, հենց կառավարության նիստի օրը փոխեցին մինչև այս տարվա հունիս։ Դրա համար թույլ տվեք դրական բաներ, նախ չեմ էլ հիշում դրական բաները, որ ասեմ։ Դեղերի շուկային ծանոթ եք, այնտեղ ինչ իրավիճակ է տիրում։ Դեղերի շուկայում խայտարակ իրավիճակ է։ Հայաստանի Հանրապետությունը չունի դեղեր, ըստ համապատասխան քանակի, որը անհրաժեշտ է 3 միլիոն ազգաբնակչության համար։ Դեղորայքները թանկ են Հայաստանում, արտադրողից մինչև հասնում է մեծածախ շուկա, արդեն 60% թանկացած է գալիս, տարածաշրջանում նման դեղային գնային քաղաքականություն ոչ միտեղ չկա, Հայաստանում մեծ քանակով զարտուղի ճանապարհով դեղորայք է մտնում, որի որակը ոչ միտեղ չի ստուգվում եւ չունենք տեղեկատվություն ինչ է կատարվում, մեր բնակիչը ինչ որակի դեղ է ընդունում, դեղ է խմում եւ դրա վառ ապացույցներ էս վերջերս, երբ որ տեսչական մարմինը հայտարարեց, որ շատ հայտնի բնակչության լայն հատվածի օգտագործվող 2 դեղ հիշեցի L-թիրոքսինը եւ կոնկորը, որը որ խմում են շատ հիվանդներ, որը ցմահ դեղ է, այսինքն ամբողջ կյանքում խմվող դեղ է, տեսչական մարմինը հայտարարեց, որ զգուշ եղեք, այս սերիաները մի օգտագործեք, որովհետեւ դա վտանգավոր է, մենք հայտնաբերել ենք, որ վտանգավոր է եւ հետկանչում ենք արել, շատ բնակիչներ ինձ գրում էին, որ մենք թափել ենք, մենք եւ այլն, դրանից 3 օր հետո, այսինքն 3 օր հիվանդ մարդը ստրես ա տանում, որ ես 2 ամիս նախորդ ամիսներին խմել եմ, հաստատին վրա չի ազդել, բոլորը գնում էին հորմոնների անալիզներ էին տալիս, հասկանալու այդ դեղը ինչու՞ն է, մեկ էլ առողջապահության նախարարությունը հայտարարություն ա դնում, ասում հանգիստ եղեք, դեղերը նորմալ են, ոչ մի խնդիր չկա, ընդհանրապես թղթաբանության խնդիր ա եղել։ Այս է մեր դեղերի շուկան, դեղերի շուկայի կառավարումը, այսպես ասեմ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարեց հնարավոր նոր վիրուսի բռնկման մասին։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դիմակայելու եւս մեկ ծանր վիրուս։ Ոչ, որովհետև առողջապահությունը ընդհանրապես ամբողջ աշխարհում բաժանվում է մինչև կոവിഡ്ը եւ կոവിഡ്վարակից հետո։ Մինչև կոവിഡ്ը մենք ունեինք խնդիրներ, որոնք որ պետքա վերլուծվեին։ Մենք կոവിഡ്ի ժամանակ ունեցել ենք բազմաթիվ առողջապահական բացթողումներ, բայց մենք դրանից դասեր չքաղեցինք։ Մենք վերլուծություններ չարեցինք դրանից, որի արդյունքում, եթե նոր վիրուս լինի, մենք ավելի ծանր վիճակում ենք ընկնելու, եթե կոവിഡ്ի ժամանակ կային նվիրյալ բժիշկներ, որոնք որ 24/7 ռեժիմով աշխատում էին կոവിഡ്ի համավարակի դեմ պայքարի առումով, նույն այդ էպիդեմիոլոգները, նույն վիրուսաբանները, նույն հիգիենիստները եւ այլն, այսօր այդ մասնագետներին մենք ճանապարհել ենք տուն,
նրանց մասնագիտական հմտությունների վրա աշխատանքներ չեն տարվել, իսկ այն բժիշկները, որոնք որ 24/7 ռեժիմով աշխատում են, հիասթափված են այդ ամեն ինչից, դրա համար կարծում եմ, որ մենք ավելի ծանր վիճակի մեջ ենք լինելու։ Տիկին Պողոսյան, կուզենայի անդրադառնանք մի կարևոր թեմայի, եւս 103 ծառայությունը շտապօգնության, այլ ծառայությունների հեռախոսահամարների հետ դառնալու է մեկ միասնական։ Որքանով է սա իրատեսական, որ շտապօգնության կանչն ավելի արագ տեղ կհասնի քաղաքացուն, կամ ընդհանրապես հրդեհներ այլ ծառայությունների հետ կապված էլ համակարգված կլինի աշխատանքը։ Իհարկե միտքը լավն է, բայց դա պետք է արվի իդեալական տեխնիկական պայմանների արդյունքում եւ ամենակարևորը պետք է ունենանք նաև պլան B ալտերնատիվ հաղորդմանը, որովհետև հաճախ եթե մի համակարգը չի աշխատում, պետք է համակարգը չկանգնի։ Այսօր ինչ ունենք, մենք ունենք ստեղծել են շտապօգնության միասնական կայան եւ շատ բողոքներ ունենք, որովհետեւ այդ լոկատոր համակարգը հենց ինտերնետի եւ այլի արդյունքում ինչ որ խնդիրներ է առաջանում, կանչերը տեղ չեն հասնում, չեն գտնում մոտիկ մեքենան եւ շատ հաճախ ուրեմն նամանավանդ բաների մայրուղիների վթարների ժամանակ արագ չի հասնում մեքենան, որովհետև չի լինում ճիշտ տեղորոշում շտապօգնության մեքենայի։ Եվ այս համակարգում էլի խնդիրներ ունենք, շատ են բողոքները դեղորայքային ապահովվածության հետ կապված, եթե առաջ նրանք հիվանդանոցի ենթակայության են եւ հիվանդանոցը իր հիվանդանոցի գնումների հաշվին ապահովում էր դեղերը, շատ դեպքերում օրինակ ինձ բժիշկներ են գրում, ասում են խնդրում ենք խոսեք, արդեն 2 ամիս է մագնեզիումի սուլֆատ ենք մեր հետ տանում։ Բժիշկը մտնում է շտապօգնության դեղատնից գնում է այդ դեղը, որպեսզի գիշերը իր հերթափոխի ժամանակ ամենաօգտագործող դեղի խնդիրը չունենա, որովհետև կոնֆլիկտ է լինում հարազատների հետ, շտապօգնությունը գնում է ուժօգնություն ցույց տալու, բայց դեղ չունի։ Այսինքն խնդիրներ կան։ Այսինքն էլի սխալ համակարգման արդյունք է, այդ բարեփոխումը շատ լավ է, բայց այս ռիսկերը պետքա գնահատվեր, այլ ոչ թե ասենց ասել, որ ամեն ինչ լավ է ու գնալ առաջ։ Որքանով է պատասխանատու առողջապահական համակարգը նախարարությունն այս դեպքում ոչ պետական հիվանդանոցներում տիրող իրավիճակի հետ։ Այսինքն բավականին խնդիրներ են եղել, երբ որ դիմել է քաղաքացին առողջապահության նախարարությանը դժգոհելով ոչ պետական կառույցից, հիվանդանոցից, այս դեպքում նրանք ասել են մեր իրավասության ներքո չի գտնվում, որովհետև նրանք մասնավոր կլինիկաներ են հանդիսանում։ Ոչ, սխալ պատասխան է, որովհետև առողջապահության նախարարությունը սահմանադրորեն ունի իր բոլոր պարտավորությունները առողջության, բնակչության առողջության համար։ Մասնավոր կազմակերպությունները նրանք եթե պետպատվեր են ստանում, պայմանագրային կողմ են եւ ամեն դեպքում առողջապահության նախարարությունը այնտեղ ունի շատ անելիքներ։ Երկրորդ մասով, եթե անգամ պետպատվեր չունեն, իրենք շատ թմկահարում են իրանց էթիկայի հանձնաժողովը, որը որ տարվա մեջ, իհարկե ես այդ էթիկայի հանձնաժողովի լեգիտիմություններն եմ բողոքարկում հիմա դատարանում, բայց տարվա մեջ արել է ընդամենը 8 վարույթ, այսինքն այս Հայաստանի Հանրապետությունում այնքան լավ է առողջապահությունը, որ մենք ընթացել ենք ընդամենը 8 բողոք, այսպես ասած, էթիկայի հանձնաժողով, որից 3-ն է ավարտվել որևէ եզրակացության, օրինակ տալ նկատողություն համապատասխան խախտում իրականացնողին։ Միգուցե քաղաքացիների իրազեկվածության խնդիրն է այստեղ, որտեղ պետք չէ քաղաքացիները դիմեին, եթե իրենք վերցնեն օրը մի ժամ մամուլը նայեն, ապա այդ 8-ը կլիներ 800, 8000, որովհետև ամբողջ մամուլը լցված է, օրինակ խորհուրդ կտամ այդ ձեր եթերից էթիկայի հանձնաժողովին մտնել 3 հրապարակ, մամուլ, News AM կայքերի այն հոդվածի տակ, որ գրված է ազատվել է աշխատանքից Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տնօրենը եւ կարդան ներքևի իրական մարդկանց գրած կոմենտները, ամեն մեկը մեկ էթիկայի հանձնաժողովի վարույթ է։
Եթե չեմ սխալվում, հաստիկներ էթիկայի հանձնաժողովում զբաղեցնողները աշխատավարձ չեն ստանում։ Միգուցե այս բաց թողումն է, որ նրանք իմիջայլոց են վերաբերում այս հարցերին։ Նայեք, այդ հանձնաժողովը, այո, հասարակական հիմունքով է, եւ այդ հանձնաժողովի մարդիկ, ովքեր որ դիմել են, իրենք պատրաստ են եղել, որ այդտեղ դիմեն։ Բայց այնտեղ այն կարգի շահերի բախումով մարդիկ են ընդունվել։ Օրինակ, հանձնաժողովի նախագահը Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակից է, իրավաբան։ Այսինքն ստացվում է շահերի բախում մենք ունենք ամբողջ Երևանի պետական բժշկական համալսարանի ենթակայության հիվանդանոցների հետ։ Դա ուրեմն առաջի համալսարանական կլինիկան է, Մուրացյանն է, Միքայելյան ինստիտուտն է։ Մյուս աշխատակիցը 16 պոլիկլինիկայի տնօրենն է, որը որ ամբողջ արտահիվանդանոցային ծառայության համակարգի հետ գուցե նախկին տնօրենն է։ Ունենք շահերի բախում։ Այսինքն ընտրված են մարդիկ, որոնք որ գնան ու այնտեղ պաշտպանեն իրենց հիմնարկները, որին որ կախված են իրենց աշխատավարձային գծով, որի արդյունքում մենք ունենք ընդամենը 3 վարույթ, Պաչմուտը 3-ն էլ, եթե չեմ սխալվում, հանրապետական հիվանդանոցից է թիրախավորված մոտեցում։ Դրա համար մարդիկ բնակիչը չի հավատում նման բաներին։ Ու ամենակարևորը հետաքրքիր է, ասենք Եվրամիությունն է ֆինանսավորում, իրանք աշխատավարձ չեն ստանում, բայց մենք տեսնում ենք օրինակ տարբեր միջոցառումներ Ծաղկաձորում, չգիտեմ որտեղ եւ այլն, Եվրամիությունը հարց չի տալի, այս 8 հանձնաժողով գուցե Եվրամիությունից փորձագետներ բերենք այդ 3 հանձնաժողովը ուսումնասիրեին ավելի էֆեկտիվ կլիներ, քան թե այս մարդկանց վրա այսքան փող ենք ծախսում, իմաստը։ Այնպես որ այսպիսի խնդիրներ կան։ Շնորհակալություն, վերջ բան չունենք, էլ թեմա չունենք, չխոսելու։ Շնորհակալություն, շատ խոսացում։ Շնորհակալություն Տիկին Պողոսյան։ Հիշեցնեմ, որ Ազատ հարթակի մեր հյուրը առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանն էր։